Մարիա Զախարովան հայտարարել է, որ իրենց հետաքրքրում է ռուսամետ ուժերի մասնակցության հարցը Հայաստանում կայանալիք ընտրություններին։ Նախ ինչ է նշանակում ռուսամետ ուժեր Հայաստանի ընտրություններին մասնակցող։ Սա ինչպես կմեկնաբանեք։ Տեսեք, ռուսամետ համարվում են այն ուժերը, որոնք որ օրինակի համար, սկսած պրիմիտիվ այն թեմաներից, որ օրինակ Ռուսաստանի Դաշնության հետ պետք չի թշնամանալ, պետք չի անտագոնիզմի ինչ-որ դրսևորումներ, պետք չի հակառուսական տրամադրություններ գեներացնել։ Այդ կատեգորիայից մինչև այն մարդիկ, որոնք որ առերևույթ եւ առհասարակ սնվում են Ռուսաստանից ինչ-ինչ քաղաքական ինչ-որ կամ դիվիդենդներ ստանալու համար կամ առհասարակ օգտագործվում են։ Հիմա նայած որտեղն է։ Հիմա յուրովի ամեն մեկի կարելի է եւ պիտակավորել եւ անտեղի տեղը նաեւ պիտակավորել, թե որն է ռուսական, որը նույն տրամաբանությամբ արևմտամետ, հակարևմտամետ այս տխմար դիսկուսի շրջանակներում։ Որպես այդպեսին դա ես չգիտեմ, դա իհարկե կարգել են որպես քաղաքական կատեգորիա եւ այսպես դա փաթաթան են սարքել, բայց փաստը այն է, որ տեսեք, ինչ տրամադրությունների շրջանակում են դա օգտագործում։ Այստեղ կա պարզ պրիմիտիվ հետևյալ փաստը։ Նրանք ասում են եղբայր, երբ որ Ջեյ Դի Վենսը ժամանեց Հայաստան, բաց խոսում էր, չէ, որ մեր նախընտրելի տեխնացուն, որի հետ կուզենանք շարունակել աշխատել, դա գործող իշխանություններն են, իդեմս Նիկոլ Փաշինյան, ճիշտ եմ։ Այդ մասին ուղիղ չէ, այլ բառացի ցիտեց այդ մասով, որ իրենց համար նախընտրելի տեխնացուն նա է հաջորդիվ։ Այսինքն դա նաև ցույց տվեց, որ Միացյալ Նահանգների, իսկ որտեղ Միացյալ Նահանգները այնտեղ այսպես կոչված հավաքական արևմուտքը բոլորի ցանկություն նպատակն է։ Հիմա ռուսական կողմը հետ չմնալով, իհարկե մի փոքր այլ ձևակերպումներով, մի փոքր ավելի դիվանագիտական, ուրեմն այսպես հնարքներ կիրառելով այլ մեկնաբանություն է ասում։ Ասում է դե նույն հաջողությամբ, եթե Միացյալ Նահանգները ունի Հայաստանի համար իրեն սրտի հարմար վարչապետի տեխնացուն, մենք էլ որպես մյուս աշխարհաքաղաքական կենտրոն, մենք էլ ունենք մեր համար նախընտրելի տեխնացուն։